իդեպ ձեզ նշեմ հետևյալը, այդ երկաթուղին իբր թե Արաբական Միացյալ Էմիրություններին կամ այլ երկրին տրամադրելը, այլ երկիրացելով նկատի ունեմ ինչ որ եվրոպական երկրի կամ որը լավ հարաբերություններ ունի, ասենք Ռուսաստանի հետ եւ այլ հեքիաթ էր։ Դուք գիտեք, չէ՞, Նիկոլը ում է ուզեցել այդ երկաթուղին իրականում տրամադրել Ղազախների։ Այո։ Ըստ շատ հավաստի լուրերի, ըստ ասեկոսեների ավելի շատ հավաստի, Նիկոլը ուզեցել է մեր երկաթուղի ռուսների ձեռքից վերցնել եւ տալ Ղազախներին։ Ուրեմն տգետ զանգվածին հիշեցնեմ, որ Ղազախները թուրքական ժողովուրդ են, մահմեդական, մտնում են թուրքալեզու պետությունների կազմակերպության մեջ։ Ղազախստանը համարվում է Անկարայի թիվ 1 գործընկերը Միջին Ասիայում։ Թուրքիան ահռելի ներդրումներ է անում Ղազախստանի տնտեսության մեջ եւ ինձ թվում է, ես բացատրեմ, չէ՞ որ Ղազախստանին տալով մենք հասկանում ենք, որ այդ երկաթուղին հայտնվելու էր թուրքերի անմիջական վերահսկողության տակ։ Այո։ Լավ, մենք պետք է հասկանանք, չէ՞ որ ամեն դեպքում ղազախները, ղրղզները, թուրքմենները, ուզբեկները եղբայրական ժողովուրդ են թուրքերի հետ։ Նրանք բոլորը թուրքալեզու ժողովուրդների կազմակերպության մեջ են։ Թուրքիան ահռելի մեծ տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում ներդրումներ է անում, հատկապես կրթական ներդրումները, կրթության ոլորտում ներդրումներ է անում այդ երկրների մեջ։ Եվ որևէ մեկը մտածում է, որ ասենք Ղազախստանը կարող է հայկական երկաթուղին այսպես անկախ կառավարել,